Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած եւ այնտեղ վերջերս մայրացած մոդել Լիլի Մորտոն բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Փոքրիկի ծնվելուց անմիջապես հետո նա իր հետևորդներին է ցույց տվել նրան Ավրորային։ Եվ հենց այսօր էլ նա նոր տեսանյութ է հրապարակել ցույց տալով, թե ինչպես են իր կատուներն արձագանքում տեսնելով իր նորածին փոքրիկին։ Nei, ոնց է մանդ։ Պիպի քույրիկն է, քույրիկին բեջի։ Քույրիկն է, պիպիսա։ Պուպուս քույրիկն է, դրանքս։ Լոլո, այդի քույրիկին պես։ Լոլոս, քույրիկն է, մաչիկ։ Լոլոսկա։ Քույրիկն է, մաչիկը, Lulu. Luluська. Ай, кудики сиряли. Ай, кудики пупусяли. Кянка сяли. Лулусь. Որովհետև ինքը ոնց որ որոշել է իմ համար կոլեկցիա հավաքի, եթե իհարկե ճիշտ եմ հասկանում ճիշտ եմ գուշակել, տեսնենք ինչ է, շատ սիրուն է, վաու, շատ սիրուն է, ես սա տեսել էի ճիշտ ասած, ինձ իր դիզայնը շատ դուր եկել, շատ սիրուն է նայեք, սա էլ շիշը դնելու Պապայի հետ նստած խմում է, նայեք։ Հիմիկվանից պապան սովորացնում է իրան խմել։ Այ։ Ասոտի կոպարի բերած ծաղիկներն են։ Հələ միած իրա ռուսի քիթիկը նայեք, էլի հեսյա ռուսի քիթիկը նայեք։ Էսյուն քիթիկինա քասե, ռուսի քիթիկը։ Ոնց որ օպերացիա արածն այնքան բարձր է։ Օպերացիա արած ծնվել է իմ մաչիկը, նայեք, ռուսի քիթիկով, ջքած աչքերով, բանտիկ բրոսներով, ինքը արդեն հենց վիրահատած ծնվել է, պապան փորիկից վիրահատություն է արել իրան։
Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ասեցի քանի տոլմա փաթաթելու ընթացքում մի քիչ ժամանակ ունեմ, մի երկու բառով իմ ԵԵ նոր տեսահոլովակի մասին խոսել։ Նախ ուզում եի ասել, որ 2 օրում 500,000 դիտումը դա արդեն շատ արդյունք է։ Իսկ ովքեր չեն դիտել, խնդրում եմ մտեք իմ YouTube-յան ալիք, լայքեք, կոմենտեք, ինչու՞ չէ նաև subscribe եղեք։ Ուզում եմ անցնել բուն թեմային։ Հիմնականում մեկնաբանությունները շատ լավն են, շատ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար, բայց բոլոր սոցիալական կայքերում կան քննադատական կոմենտներ, որոնց հիմնական բնույթը այն է, որ ինչու ես չեմ երգում ինչ-որ լուրջ երգեր, ինչու միշտ ինչ-որ թիթիզ, ոչ լուրջ, անլուրջ երգեր եմ երգում։ Սիրելիներս, լուրջ երգեր, այսինքն ինչ եք ուզում երգեմ։ Թամամ աշխարհ բդու դեգա։ Հա, տենց երգեր երգեմ, թե ուզում եմ հասկանալ, այդպիսի լուրջ երգեր եք ինձանից սպասում, թե օրինակ ինչ-որ ադրբեջանա, թուրքական կլկլոցով ինչ-որ երգեր կամ, չգիտեմ, ինչ-որ մուղամ, ինչ եք ինձանից սպասում, ուզում եմ հասկանալ։ Շատերդ ինձ սկսել եք ճանաչել հումորային ասպարեզից, եւ այդ իսկ պատճառով ես այդ նույն թեման շարունակում եմ նաեւ իմ երգերի մեջ։ Հետո ուզում եմ հասկանալ, ինչի է պարտադիր ուզում, որ բոլոր երգիչ-երգչուհիները լինեն իրար նման, թե արտաքինով, թե երգերի ոճով, չգիտեմ, ինչու պարտադիր պետք է բոլորը իրար նման լինեն։ Ես անում այն, ինչը ինձ դուր է գալիս եւ ինչը ես սիրում եմ։ Եթե մարդիկ կան, ովքեր հումորից հեռու են, կամ հումորից զուրկ են, կամ սիրում են կյանքում միայն ենթադրենք տխրել, չգիտեմ, sense դրամատիկ տրամադրության մեջ լինել միշտ, եթե իմ հետ կապված ինչ-որ post եք տեսնում, ուղղակի թերթեք եւ անցնեք։ Ես այս տարի երազանք եմ պահելու, մի շատ կարևոր երազանք, որ մանավանդ մեր սիրելի հայրենակիցները, մեր սիրելի հայ ազգը միմյանց հանդեպ լինի բարի, կամեցող եւ հանդուրժող։ Այսքանը։ Ողջույն սիրելիներս, ինչպես եք։ Ճիշտ ասած չհասկացա, թե տոլմայի վիդեոն ինչի է այդպիսի մեծ աժիոտաժ առաջացրեց։ Շատերը մտածում են, ես ոչինչ պատրաստել չգիտեմ, ասեմ, որ ես ամեն ինչ անում եմ եւ ամեն ինչ պատրաստում եմ։ Հիմա ուղղակի ուզում եմ խոսել տոլմայի մեկնաբանությունների մասին, բլինչիկ փաթաթելով, կարդալ top կոմենտները, մի խոսքով այդպիսի պոզիտիվ տրամադրություն հաղորդեմ ձեզ։ Սիրելիներս, նախ Գանք վիդեո եմ նկարում։ Նախ ասեմ, որ մեկնաբանությունները կարդալուց տրամադրությունս շատ բարձրացավ, չնայած իմ տրամադրությունը մի շատ բարձր է, եւ նշեմ, որ նոր տեսահոլովակս, յայայի երգից տեսահոլովակը 5-6 օրում հավաքել է 1 միլիոն դիտում, դա շատ լավ արդյունք է։ Մեկնաբանությունները կարդալուց մի բան հասկացա, որ սիրելիներս, առաջինը մենք չենք լսում իրար ընդհանրապես, ուրեմն ես խոսում եմ մի բանի մասին, իսկ մեկնաբանությունները ընդհանրապես այլ բանի մասին են։ Ես այդպես հասկացա, որ մենք ընդհանրապես լսելու ընդունակություն չունենք։ Ուզում եմ, որ բոլորս աշխատենք այդ մի բանի վրա, որ սկսենք լսել իրար։ Երբ որ մարդը ինչ-որ տեսանյութ է նկարում, առաջինը լսենք, թե նա ինչ է ուզում ասել։ Հետո արդեն նայենք թե տեսանյութի մեջ ինչ է կատարում։ Երկրորդը, մենք ընդունակ չենք ընդունել մարդուն այնպեսին, ինչպեսին կա։ Մեկնաբանությունների մեծ մասը եւ այս մեկնաբանությունների եւ տեսահոլովակի մեկնաբանությունների մեծ մասը դրա մասին։ Մենք չենք կարողանում ընդունել մարդուն այնպեսին, ինչպեսին կա։ Երբ որ մենք հասնենք նրան, որ մարդուն ընդունենք այնպեսին, ինչպեսին նա կա, կարծում եմ մեր մոտ շատ բան կփոխվի։ Ընդհանրապես ոչ միայն մեր ազգի մոտ, այլ նաեւ ամբողջ աշխարհում։ Լոլո, ինչ ա եղել։ Այ մաչկոս։ Ինչ ա եղել ասա։ Հա, եւ երրորդ ուզում եի ասել, որ ով է ասել, որ եթե ենթադրենք 90% կամ 99% մարդկության անում է մի բան, իսկ մի տոկոսը այլ բան, ուրեմն այն մի տոկոսի արածը սխալ է։ Ոչ, սիրելիներս, մի հատ որ լավ մտածեք, միգուցե հասկանանք, որ 99%-ի արածն է սխալ, ոչ թե մի տոկոսին։ Այդ 90% կամ 99% ընտրությունների ները չէ գնում։ Մի խոսքով, ուզում եի ասել, որ եթե ենթադրենք ես տոլման փաթաթում եմ շատ մեծ, իրենից, այնպես չի որ ես չգիտեմ, որ տոլման կարելի է նաև փոքր փաթաթել կամ տոլման պետք է փոքր փաթաթել։ Ուղղակի ինձ մեծ է դուր գալիս, ես այդպես եմ սիրում անել, ինչպես կոմենտների մեծ մասում էր գրված, որ մեծ եմ փաթաթում, որ միանգամից մի հատ ուտեմ կշանան, էլի համել դա մի քիչ sense բանում, այդպես խոդ է, էլի հասկացաք։ Մեծ փաթաթում եք միանգամից մի հատ ուտում կշտանում եմ, 50 հատ չեմ վերցնում, էլի։ Այդպես։ Այսօր իմ բլինչիկները